խոսանք, բայց դե մտածեցի ավելի լավ է հետո։ Ես ոչ մի բան չգտա։ Այ, Բարև ձեզ։ զանգեմ գա պապան։ Չէ, ես կգտնեմ։ Սպասի ես ակգամ։ Արսեն ձան։ Երդվում եմ, շատ վատ եմ զգում ինձ։ Իրեն, բայց ես իմ ասածն ասեցի։ Ավելացնելու բան չունեմ։ Ուրիշ մարդ չես, որ ուրիշ ձև խոսամ հետդ։ Տենց բան էլ չի լինի։ Այդ տղենով է, ընկեր, հա, առաջանքով եմ տեսնում։ Տո չէ հա, ինչ-որ ծանոթ հա, չգիտեմ, մեքենան էր վերել, որ նայեի։ Բա Լիզան շատ նեղված է։ Եք խոսակ հասկանակ էլ է։ Բաժանորդի հեռախոսն անջատված է։ Լիզ, բայց ես տենց էլ չհասկացա։ Ոնց էր իր վարորդական իրավունքը հայտնվել քո պայուսատի մեջ։ Մաշտե դիտմամբ էր արել։ Իհարկե ես դա հետո հասկացա։ Ու այդ օրը, որ դու մեզ տեսար, ես տարել էի, որ տամ։ Ուղղակի սխալն էր, որ հովոյին չէի ասել։ Հա, ես էլ եմ տենց մտածում, որ պետք է ասեիր։ Լսի, որ իմանայի այսքան պատմությունների մեջ կընկնեի, հաստատ կասեի։ Ուղղակի հասկանում ես։ Հովոն շատ կասկածամիտ է ու խանդոտ, ես դրանից ահավոր լարվում եմ։ Ու այդ օրը հա հասկացա, որ հատուկ արել, բայց դե պիտի գնայի մեկատեսնեի, որ վերադարձնեի, չէ։ Ինչ իմանայի, որ հետո նենց հանելու էլի գա ու գնա։ Ոնց։ Դե որովհետև մի օր հովոյին մեքենայով բերեց տուն։ Այսինքն, հովոյին որտեղից գիտի։ Չգիտեմ, ինչ որ մեքենան է տարել սարքելու։ Այդ ժամանակ արդեն ես եմ զանգել Մաշ։ Ուզում էի հասկանամ ինչ ա ուզում մեզնից, ինչ գործ ունի, ասեց պիտի հանդիպենք, որ ասի։ Մերժեցի, բայց ասեց, եթե չգնամ տեսնելու, ուրեմն ինչ որ տարբերակ կգտնի, որ հովոյի հետ էլի տուն գա։ Պարզա, սուտը ստի վրա։ Ուղղակի չգիտեմ էլ, իսկ այդ օրը ինքը տեսել է ոնց են կրակել։ Ինչ ա տեղի ունեցել։ Լիզ։ Պարոն Բաբայան, այդ ձեր ասած մեքենան երեկվանից կորած է համարվում։ Տիրոջ հետ խոսեցի, ասեց, որ առևանգել են, բայց հլևոր ինֆորմացիա չունի։ Լավ, դու գնա, ես գնայեմ։ Դե լավ, ես գնամ։ Քեզնից գլուխ չեմ հանում, հա։ Չէ, չեմ ուզում նեղացնեմ քեզ, ուղղակի սենց ոնց որ պատահականությունները շատ են լինում։ Սկզբից Լիզային ես օգնում, հետո ավտոտ ես իմ մոտ բերում։ Անհամ բաներ եմ անում։ Չէ, ուղղակի մի անգամից է շատ ամեն ինչ։ Ոնց որ 1000 տարվա ընկերոջդ հետ շփվես։ Իրականում ես Հայաստանում շատ ծանոթներ չունեմ ու ճիշտ ես նկատել, շուտ ընկերանում եմ մարդկանց հետ։ Բայց եթե ինչ-որ խնդիր կա, նորմալ է։ հաստատ։ Հաստատ։ Լավ, եթե տենց շփվել սիրում ես, քո
քո համարն էլ ինձ դուր։ Մարդ ես կարող է մեկ-մեկ պետք գաս, էլի համ էլ կշփվենք։ Անպայման։ Մաշ խոստացի, որ ոչ ոք չի իմանա։ Փաստորեն տեսել եմ։ Փաստորեն դու էլ գիտես։ Մաշ խոստացի։ Խոստանում եմ, ասա։ Այդ օրը, երբ ես ու Ավետը խոսում էինք, հետո ինչ-որ տղաներ եկան ու սկսեցին Ավետի հետ հարցեր պարզել։ Հետո կռիվ սկսեց, մենք նստեցինք մեքենան ու փախանք։ Ինքը անհանգստանում էր ինձ համար, անկեղծ ուզում էր, որ ես ապահով տուն հասնեմ, ուղղակի դրանք եկան մեզ գտան։ Հետո կռիվ եղավ, այդ տղաներից մեկը ինձ հետ կոպիտ խոսեց, Ավետը ինձ պաշտպանեց ու հետո ստիպված կրակեց։ Ավետն է կրակել։ Հա։ Հետո դրանք փախան, Ավետը ինձ հասցրեց հիվանդանոց։ Լիզ, ախր, այս թաքցնելու բան չէ, պետքա պատմես։ Մաշ, ախր ինքը ոչ մի բան դիտմամբ չի արել։ Ընդհանրապես ինքը ոչ մի վատ բան չի արել, ինչ իմաստ ունի ինքնի անիմաստ պատմության մեջ։ Կամ ինչի իմանան իր մասին։ Բացի այդ ինչ ասեմ, ով է ինքը։ Դրանից ոչ մեկիս համար լավ չի լինի։ Ոչ իմ, ոչ Հովոյի, ոչ Ավետի։ Դե հա, սխալ է թաքցնելը։ Համաշ, բայց իրոք ինքը անհանգստացած ու վախեցած էր իմ համար։ Հետո ես եմ խնդրել, որ գնա ու ոչ ոք հանկարծ չիմանա, թե ես ուր եմ եղել, որովհետև դու իմ ընկերուհին ես, հասկանում ես ինձ, բայց մնացածին ոնց ասեմ։ Հովոյի պապան, Հովոն, իմ պապան, ոչ ոք չի հասկանա ու ամեն ինչ հաստատ ավելի կխճճվի։ Պատմելուց պետք է ամբողջությամբ պատմես, դա էլ հաստատ Հովոյին դուր չի գա։ Բա, որ ասում եմ անիմաստ պատմությունը, լուրջ բան չկա։ Բայց մի բան ասեմ, չգիտեմ էլ ինչ խորհուրդ տամ, համ ճիշտ ես, համ սխալ ես։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Չեմ համբերում, երբ պիտի անցնի գնա այս ամեն ինչը ու փակվի այս պատմությունը։ Իսկ պատմությունը գնալով հասունանում է ու չգիտենք էլ ուր կհասնի։ Չգիտեմ ինչ անեմ։ Էդ ինքն է։ Բա պայմանավորվել եք, որ չպետք է զանգի։ Ինչ է զանգում։ Վստահ ես, որ քո հետևից են գալիս։ Լսի, ես ոչ բժիշկ եմ, ոչ էլ բարի կամ երկի դասատու։ Ես շատ լավ հասկանում եմ, իմ հետևից են գալիս, թե չէ։ Ու բացի դրանից էլ մեքենայի առաջն են կտրում, հետո քշում գնում են, հետո պարզվում է, որ այդ մեքենան գողացված է։ Հենց հիմա տեսախցիկներով նայում են։ Հա, բայց ով է, ինչի համար։ Ինչ։ Մեծ գործ բացահայտելու եզրին ենք։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ բան են փորձում հասկացնել։ Բայց ինչ գործ։ Լավ կներես։ Դա ամեն դեպքում զգուշ եղի։ Անհանգստացա։ Կապի մեջ կա։ Ինչ էիր եկել։ Տուն գնացի տանը չէիր։ Երեք մի տեսակ մտքերով էր ացի տեսնեմ քեզ։ Ինչա տառնակ է ու գալիս եմ տեսնեմ քեզ։ Չէ, իհարկե։ Վայ, վերցրու հետո չես կարողանալու խոսաս։ Բայց բարձրախոս կդնես, ես էլ լսեմ։ Մեկ այլ ինձանից գաղտնիք չունես, չէ՞։ Ալո, Բարի օր։ չես զանգել։ Ոնց ես։ Լավ եմ ասա։ Խնդրում եմ, այդպես տենց կոպիտ մի խոսա։ Գիտեմ, որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ արել եմ, ոնց որ դու ես ուզել, քո պատմածով։ Հա, ես էլ զարմացա ոնց ես կարողացել կազմակերպել, բայց հետաքրքիր չի մնացածը։ Հա, թող քեզ չհետաքրքրի։ Կարևորը դու չնեղվես, Լիզ։
Խոստանում եմ, որ էլ չեմ զանգի։ Միակ բանը հիմա որ ուզում եմ, այդ երջանիկ լինես, որ ժպիտը դեմքիցը չպակասի։ Հիմա բան եմ ասելու, գիտեմ, որ չղայնանալու ես, բայց պետք է ասեմ։ Եթե ես քեզ կյանքի այն этаպում հանդիպեի, երբ որ դու մենակ լինեիր, ես հաստատ քեզ ձեռքիցս բաց չէի թողելու։ Բայց հիմա գիտակցում եմ, որ ճիշտ է էսա։ Ճիշտ է, ես քո կյանքում գլխավոր կերպար չխաղացի, բայց իմ էպիզոդիկ կերպարը լավ մարմնավորեցի։ Հա, ուղղակի ես այդպես էլ չիմացա ով ես իրականում ու որտեղից ես ճանաչում պապայիս։ Դե տես, սենց որ խոսանք, խոսքից խոսք է բացվելու ու ամեն ինչը շարունակվելու է։ Ավելի լավ է, այտենց չպարզաբանված է, շատ հարցեր կան։ Պլիզ, մենակ մի բան խոստացի, որ եթե կյանքի ինչ-որ этаպում քեզ պետք լինեմ, առանց մի րոպե մտածելու կզանգես ինձ։ Եղավ։ Ես միշտ քո կողքին կլինեմ։ Որ ասում էի անիմաստ պատմություններ, անցավ գնաց։ Ես ընդհանրապես անիմաստ պատմություն այստեղ չտեսա։ Հակառակը ուրիշ բան տեսա։ Իրականում չեմ ուզում հարցնեմ, մի քիչ վախենում եմ հարց տամ, բայց ինձ թվում է պետք է տամ։ Կարող ես իրարվել ես։ Ես չպատասխանել եմ ինձ տանում է նրան, որ ոնց որ թե հասկանամ, որ հա։ Նորից եմ հարցնում, սիրահարվել ես, չխաբես։ Մաշ ինչ ես խոսում, ես այս տղային ընդամենը մի քանի անգամ եմ տեսել։ Հա, այդ ընդհանրապես կապ չունի։ Ուղղակի դու քեզ կողքից չես տեսնում, աչքերդ ոնց են փայլում, անգամ Հովոյի հետ խոսելուց տենց չի։